Այն քաղաքացիները, որոնց անունով խաբեությամբ ձևակերպվել են վարկեր, սև ցուցակում չեն հայտնվի, այս մասին հայտարարություն է տարածել ներքին գործերի նախարարությունը։ Կիբերհանցագործություններից տուժած քաղաքացիների խնդրին լուծում տալու նպատակով ներքին գործերի նախարարությունը ինտենսիվ քննարկումներ է իրականացրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, քննչական կոմիտեի ու կենտրոնական բանկի գործընկերների հետ։ Քաղաքացիների պարտավորությունները բանկերի նկատմամբ համապատասխան պայմանագրի կնքմամբ կսառեցվեն մինչև քրեական վարույթի ավարտը ու վարկերի գծով տոկոսներ չեն հաշվեգրվի, իսկ մինչև սույն որոշման կիրառումը տվյալ վարկերի հետ կապված հաշվարկված տոկոսները կզրոյացվեն եւ ժամկետանցումները կվերացվեն կամ կճշգրտվեն։ Սև ցուցակում քաղաքացիները չեն հայտնվի։ Հարգելի քաղաքացիներ, որևէ մեկին մի տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի անցեք անծանոթ հղումներով, մի վստահեք կասկածելի զանգերին եւ սոցիալական էջերին։ Բանկերի անունից կասկածելի զանգերի, նամակների կամ գովազդների դեպքում անմիջապես կապ հաստատեք տվյալ բանկի հետ, նշված է հաղորդագրությունում։ Սալմե Ոսկանյան, Հայկական արձագանք։